Եջուկս ճակատագրի, չնահանջել, չհանձնվել, չընկճվել։ Սա է Սևակ Սիմոնյանի կյանքի հավատամքը։ Հրաշքով փրկվելով դժբախտ պատահարից հետո նա ուժ գտավ վերադառնալու ակտիվ ու լիարժեք կյանքի։ Ընկնելուց հետո ինձ չի կոտրել այդ պահը։ Ես էլի ոնց տղամարդ եղել եմ, տղամարդ էլ կամ ու պետքա լինեմ, որովհետև ես ցանկություն եմ ունեցել ապրել ու պետքա ապրեմ լավ։ Ունեմ 3 տղա, որովհետև 3 տղեկից ես պետքա ոգեշնչեմ, իրանք ինչ տենան ինձ, պետքա դրանով էլ իրանք կոփվեն ու իրանց կյանքը ստեղծեն։ Հիմա ցանկացած անձնավորի ոգևորում եմ, որ պետք չի կոտրվել, պետք է դու քո մեջ գտնես տղամարդկություն, ուժ, որպեսզի քո ընտանիքի կողքին լինես, ընտանիքդ կարողանաս պահես լիարժեք, որ ընտանիքդ իմանան տան մեջ կա հույս, տղամարդ եւ հավատ։ Ինքը միշտ ձգտում է առաջ գնալու, միշտ առաջ ասում է ես պիտի առաջ գնամ։ Չի հաշվի առնում, որ նստածա, ոչ մի բանից հետ չի մնում։ Սիրում է մասնակցել, գնալ, գալ, հասնել, ինչով կարող է, միշտ առաջ, ինչքան ասում է, կարող եմ, պետք է առաջ գնամ։ Հիվանդությունը ձեռք բերելուց հետո ինքը չընկճվեց, պայքարեց, աշխատեց, կազմավորվեց ընտանիքի հետ միասին, չթուլացավ։ Ինքը իր ընտանիքի եւ երեխաների հետ ամեն ինչ հաղթահարեց։ Ինքը տենց արտաքինից առաջայացքից բարի է երևում, բան տենց ժպիտով բանով, տենց շատ մարդկային բան, բայց իր մեդալի հակառակ կողմը միացած ոնց որ ուժեղ մարդկային տեսակի կողմը, հզորության, ուժեղության, տես կամային հատկանիշները որոշված մի հատ տեսակ կա այդ մեդալի հակառակ կողմը, որը Սևակի մեջ է։ Իր մեջ կյանք կա եւ ինքը իր այդ ապրելու ցանկությամբ նաեւ սպորտում է ուժերը ներդնում ու փորձում հասնել առավելագույնի։ Սևակը օրինակ է ծառայում մեր բոլոր գյուղի թե մեծերի, թե փոքրերի համար, որ ինքը ընկճվող մարդ չի, ինքը պայքարող մարդ տեսակն է։ Պայքարում է ամեն ինչի համար։ Այն ուժը, այն ոգին, ոգևորությունը, որ կա, դա լրացուցիչ խթան է հանդիսանում, որ ինքը կարողանա մի քայլ առաջ, մի վայրկյան առաջ ինքը իր մեջ այդ զգա այդ ամեն ինչը, ու մենք դա ես վստահ եմ տենալու ենք։ Պատիվ է ինձ համար ճանաչել նման մարդկանց, ապրել նրանց հետ հարևանությամբ, շփվել նրանց հետ, բարեկամություն անել։ Իր տեսակը մեր համար ոգեշնչող տեսակ է։ Համ հպարտանում ես իրան տենալով, համ ուրախանում ես իր համար, համ հասկանում ես, որ մարդով ուզում է ապրի, իր դեմը ոչ մի խնդիր չի կարա կանգնի։ Սևակ Սիմոնյանը ծնվել է 1981 թվականի մարտի 19-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում։ Մեծացել է բազմազավակ ընտանիքում։ Դեռ մանկուց Սևակն աշխատասեր էր, սիրում էր սպորտն ու զինվորական գործը, նույնիսկ երազում էր զինվորական դառնալ։ Դպրոցից հետո գնաց բանակ, ծառայեց Արցախում, հետո վերադարձավ հայրենի գյուղ։ Հայրս անունը Հովհաննես, աշխատել է շինարարությամբ, մայրս Վարդգեն Սիմոնյան, զբաղվել է տնային տնտեսությամբ եւ մեծ խնամքով։ Ունեմ 2 եղբայր ինձանից բացի, Սիմոնը եւ Ֆելիքսը, եւ ունեմ 2 քույր, Մարինեն եւ Մելանյան։ Ինքը մեծացել է շատ աշխատասեր ընտանիքում։ Ինքը նույնպես աշխատասեր տղա է, ճանաչում ենք գյուղում։ Ունեցել է լավ հայր, մայր, աշխատասեր մարդիկ, գյուղին նվիրված։ Ձիգ տղա եմ ուզեցել լինեմ, ձիգ, որ կարողանամ պաշտպանեմ իմ հայրենիքը։ Ինձ շատ դուր է եկել ծառայությունը, որ ինձ ոգևորել է, որ պաշտպանեմ մեր հայոց սահմանները, եւ պաշտպանել ենք մեր հայոց սահմանները մեր ծառայության չափով։ Ծառայել եմ Զորամաս ցորում, տանկի մեխանիկ վարորդ եմ եղել։ Դրանից հետո 2001 թվականին արդեն ծառայությունս ավարտել եմ, սովորել եմ ավտոյի ինչ-որ վերանորոգման համար, անցել եմ աշխատանքի։ Սևակի որպես մարդ շատ բարձր որակներ ունի, շատ աշխատասեր, շատ հասնող, շատ լավ հարևան էր մեր համար։ Սևակը հոր պես դարձավ շինարար, աշխատում էր եռանդով, շուտով հիանալի ընտանիք ստեղծեց։ Որոշ ժամանակ աշխատեց Ռուսաստանում, հետո վերադարձավ հայրենի գյուղ եւ սկսեց իր համար տուն կառուցել։ Նա ամեն ինչ ինքնուրույն էր անում։
2017 թվականին, երբ տան շինարարությունը գրեթե ավարտել էր, ծանր վնասվածք ստացավ։ Ծառայությունից հետո աշխատել եմ շինարարության, սովորել եմ պատշարել, հետո արդեն ինքնուրույն եմ աշխատել, պատ ենք շարել, տանիք ենք սարքել, ամբողջ գործողությունը մենք ենք արել։ Մենակ ես չեմ, մենք եղել ենք ընկերներով 4 հոգի, շատ երկար տարիներ ենք աշխատել ու շատ տեղերում։ Շատ լավ վարպետ է, ոսկի ձեռքեր ունի, ինքը տունը 0-ից կարող է մինչև վերջ կառուցել, ցանկացած հարցով, ինչ հարցով, որ ով ուզում է լինի, սևակին դիմում են, ոչ մի խնդիր չկա։ Մինչև այսօր էլ անգամ այդ խնդրից հետո ցանկացած հարցով սևակը ինչով կարա մարդկանց կողը կանգնած է։ 2017 թվականի օգոստոսի 10-ն էր առավոտյան քամի պատճառով հոսանքը չկար մեր հողամասում, ասացի, որ հոսանք չկա, եկավ բարձրացավ, որ ինքը փորձի, տեսնի կարա, սարքի, այդ ընթացքում հոսանքը խփել էր, հոսանքի խփելու ընթացքում ընկել էր ներքև, մեզ թվաց, որ չկա ինքը, մահացել է, բայց սկորին եկավ, տարանք, վիրահատեցին։ Սևակը մի քանի տարի բուժվեց, թվում էր գամված է մնալու անվասայլակին, բայց նա հրաժարվեց հաշտվել իր անօգնական վիճակի հետ եւ ամեն ինչ արեց, որ ոչ միայն հոգս չպատճառի, այլև օգտակար լինի իր ընտանիքին եւ մարդկանց։ Նա հասավ իր նպատակին։ Շատ բարդ էր, ձգտում էր նստել սայլակի չէր կարում, որովհետև սա ամբողջ մարմինը թուլացած էր եւ թմրած։ Ու մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, եւ որ այդ ամենը հաղթահարի։ Իմ մեջ ես ուժ գտա, ստեղծեցի այն ամեն ինչը, ինձ հարմարանքները, որ ես ինձանով անեմ, սայլակին էլ տեղափոխվեմ եւ վերականգնվեմ։ Տևել է շատ երկար, 2 տարի։ Այդ ամենը դժվար ժամանակներ էին, երեխաները փոքր էին։ Երեխաների հետ միասին տունը հիվանդանոց էին գնում, երկար պրոցեսներ անընդհատ, տարվա մեջ մի քանի անգամ վերականգնողական պարկում էինք, աշխատում էինք, ինքն էլ չէր հանձնվում, շատ մարզանքներ էր անում, տունն էլ ինքնուրույն էլ, որ մենք ժամանակ չէր լինում, տրամադրեինք, ինքը իրան էլ շատ աշխատում էր, մարզանքներ էր անում։ Շատ չարչարվեցինք, շատ երկար ճանապարհ անցանք, որ հասել ենք այս արդյունքին։ Ամբողջ օրգանիզմս թույլ է եղել, մենակ ընդհանրապես ձեռքերս հաշվին, ես այդ ամեն ինչը կարացել եմ, հաղթահարել եմ։ Ու որոշ ժամանակ արդեն պայքարելով ոտներիս մի քիչ զգացողություն ա եկել։ Մի որոշ ժամանակ պայքարելով, վերականգնողական հիվանդանոցներ այցելելով, արդեն սկսել եմ ոտերս էլ մի քիչ ուժ ունենալ եւ սկսել արդեն ինչ-որ միտեղից կապած կանգնել, գոտին այսպես ամրացրել են մեջքիս, ես արդեն ոտներիս հաշվին կանգնել եմ։ Ճիշտ է, պայքար ա եղել, հենց այնպես չի լինում այդ ամեն ինչը։ Ես սկսել եմ առանց գոտի կանգնել, ձեռքս ինչ-որ միտեղից բռնելով կանգնել եմ։ Հետո սկսել եմ շարժ անել, ոտից մի քիչ չնչին, շատ ուրախացրել, ավելի ողջևորել ու տենց շարունակ առ այսօր մինչև հիմա էլ պայքարում եմ ու հասել եմ այն աստիճանին, որ ինքնուրույն մարդ եմ դարել։ Վնասվածքից հետո էլ անգամ ես շատ եմ տեսել ինքը գործ անում, պատաշարում իր որդիների հետ միասին։ Կարելի ասել այդ վնասվածքով ինքը այս տունը ավարտեց ու տեղափոխվեց իր սեփական տունը։ Բժիշկները ինձ ասել են, որ ես երբևիցե չեմ քայլելու, բայց ես իմ մեջ կամքի ուժ եմ գտել, ես հիմա համ խադունոկով քայլում եմ, համ շարժվում եմ, ընդհանուր առմամբ ես անում եմ այն, ինչը որ կանի ոտի վրա տղամարդը իր տան համար։ Ես զբաղվում եմ սվարկայով, քարով, ցեխով, ինչը որ ձեռքերս հասնում է, ուժս պատում է, նստած կարում եմ անեմ իմ մասնագիտությամբ ու իմ տան ամեն առօրյան, ամեն աշխատանքը կատարում եմ ես, ոչ մեկին չեմ խնդրում, ցանկանում եմ ես կատարել, պետք է անեմ ու անելու եմ մինչև վերջ։ Այս կարգավիճակով էլ հանդերձ շարունակում եմ աշխատել, ստեղծել, արարել, կառուցել։ Շատ բաներ, որ դուք դուրսը տեսնեք, դա եղել է սևակի վնասվածքից հետո, որ կառուցվել է։ Կարողանում ատան բոլոր գործերը նստած սայլակին այդպես անի։
Մինչև այդ դեպքը լինելը ինքը իր ձեռքով 2 հարգանի տուն էր կառուցել եւ կիսատ մնաց, ներսը ոչ մի հարմարություն, պայմաններ չկար, ուղղակի պատերներ։ Մենք մեր ուժերով, ես էլ եմ օգնել, տղաներս էլ են օգնել, սալիկներ հավաքել տան մեջ, աստիճանների վրա էլ գործ արել, բակում էլ քարեր շարել, ամեն ինչ, ես էլ հետը, երեխաներս էլ օգնել ենք։ Այս կարգավիճակով հանդերձել Սևակը շարունակում է օգնել թե իր հարևաններին, թե համագյուղացիներին, ինչով որ կարողանում է։ Եթե պետք է օրինակ ինչ-որ մասնագիտական խորհուրդ, ինքը չի սպասի երբեք, որ դու հարցնես իրեն, ինքը կգա կտեսնի, խորհուրդ կտա, ինչ-որ մի ձևով կփորձի մասնակից լինել։ Մեր համայնքում Սևակին բոլորը շատ ենք սիրում։ Սևակին գյուղում հարգում են որպես ընկերական, հարևաններին հասնող, օգնող, լավ աշխատանքներ է կատարում, թե շինարարության մեջ, թե գյուղատնտեսական, միշտ օգնում է, միշտ հասնում է։ Ուզում է օգնի, չի ուզում նստի եւ վերջ։ Ամեն ինչով հասնում է։ Ընկերներ կլինի, ծանոթ կլինի, անծանոթ կլինի, խորհուրդ է տալիս, սենց անեն, կնենց անեն։ Ամեն ինչին ձգտող է, հասնող է։ Ում ինչ որ հարցում կարամ օգնեմ, ես պատրաստ եմ օգնելու սաղին ցանկացած անկախ նրանից ով կլինի։ Սվարկի գործ կլինի, թե հետ կտրելու գործ կլինի, ինչ որ մի բանով ես գտնում եմ կարամ օգնեմ, ես հաստատ օգտակար կլինեմ։ 2002 թվականին Սևակ Սիմոնյանն ամուսնացել է համագյուղացի Անահիտ Սարոյանի հետ։ Անահիտն օգնեց Սևակին վերագտնել սեփական ուժերի հանդեպ հավատը։ Սևակն ու Անահիտը 3 հրաշալի որդի են մեծացնում՝ Նարեկին, Նորայրին եւ Դավթին։ Նրանց կրտսեր որդին Դավիթը հաջողությամբ զբաղվում է մարտական սպորտով, քիքբոքսինգով եւ երազում է չեմպիոն դառնալ։ Իրար ճանաչում ենք դպրոցից, մեծացել ենք միասին նույն գյուղում, տեսել էր, հավանել էր, ամուսնացանք։ Ունենք 3 երեխաներ՝ Նարեկը, Նորայրը եւ Դավիթը։ Նարեկը ծառայում է հիմա բանակում, Նորայրը հեսա կգնա, Դավիթն էլ 9 տարեկան է, պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվում, քինբոքս, շատ համարձակ մարզիկ է, մարտերում միշտ հաջողակ է եղել։ Ու միշտ կբարձրացնի, ես հույսով եմ մեր դրոշը, կպաշտպանի մեր հայրենիքը, մեր դրոշը։ Ես շատ մեծ հույսեր եմ կապել իրենքը, որ մեծ բարձունքների կհասնի ու վստահ եմ, որ կհասնի։ Ինքը շատ լավ բնավորություն ունի, ամեն ինչով հասնող, համ երեխաների համար, համ ինձ համար լիարժեք ամուսին, լիարժեք ծնող որպես տանը, ամեն ինչով դրական։ Ինձ էլ է օգնում, երեխաներին էլ է օգնում, առօրյան անցնում է շատ լավ, իրար հետ միասին։ Սևակը նաև կարա ուրիշ հայրերի համար օրինակ լինի, թե ինչպիսին կարելի է լինել իր զավակների համար։ Առողջական խնդիր ունենալուց զատ Սևակը կարողանում է ու հասցնում է ճիշտ դաստիարակել, ճիշտ ուղղություն ցույց տալ իր 3 զավակներին, ինչը որ պահանջում է մարդկային բարձր հատկանիշներ։ Իր երեխեքի համար Սևակը աննկարագրելի ուժի ոնց որ կամ որպես հայր ուրիշ օրինակ է։ Այդ ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատեմ էլ իրան, որպես հայր ոչ մի երևույթի հետ չեմ կարող համեմատեմ։ Ինքը զբաղվում է սպորտով, մարմնամարզությամբ, նույնիսկ իր երեխաներին խրախուսում է որպես տղամարդու, թե աշխատանքի մեջ, թե ամեն ինչի։ Ինքը միշտ առաջ է շարժվում։ Նայում է առաջ ու շարժվում է։ Ինքը չի կոտրվում երբեք։ Շատ օրինակելի հայրիկ է։ Միասին շատ ժամանակ են անցկացնում Դավիթիս հետ, միասին հաճախում են մարզասրահ, ամբողջ օր իրար հետ են, դաստիարակում է հայեցի լինել, Հայաստանը սիրել, երեխաներին միշտ ինքը ասում է, որ հաշվի չառնեք, որ ես հաշվանդամ եմ, ես ամեն ինչով մտածում եմ այնպես, ոնց որ կամ առաջ ու ձեր կողքին եմ, անկաշ չնեղվեք, որ ես ինչ-որ բանով չեմ կարող ձեզ օգնել, ձեզ թիկունք լինել, ամեն ինչով կանգնած է երեխաների կողը եւ կապ չունի, որ ինքը սայլակի վրա է նստած, կարևորը 3 տղա երեխա ունի, իսկ տղայի համար հայրը ուրիշ է։ Իր որդիների համար օրինակ է ծառայել միշտ։ Համախմբված աշխատում են միասին, օգնում են միմյանց, թե իրենց հայրիկին,
թե հարևաններին, թե ցանկացած մեկին գյուղում, շատ ոսկի անձնավորություններ են։ Իր որդիները ոնց որ իր ոտքերը լինեն, դարձել են մի հատ օրգանիզմ։ Ցանկացած աշխատանք միասին կատարում են, շատ լավ է ստացվում իրենց մոտ։ Սևակը օրինակ է բոլորիս համար, որ կյանքում ոչ մի խնդրի դեմ պետք չի կանգնել, կյանքը շարունակվում է ու պետք է մտնել նոր ռիթմի մեջ ու Սևակի մոտ շատ լավ է ստացվում դա։ Ես Աստծուց շատ գոհ շնորհակալ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ։ Կինս եւ տղաներս եղել են միշտ կողքիս, եւ այս արդյունքին, որ ես հասել եմ, դա մենակ իմ շնորհիվ չի։ Կինս էլ է իմ հետ, երեխաներս հետ։ Ասածս էն է, որ մենակ ինձանով չի, ընտանիքը շատ մեծ հարց է լուծում։ Ընտանիքը եթե կողքի տա, դու արդեն քեզ հզոր ես զգում, որ մենակ չես, արդեն դու կարում ես ամեն հարցում քայլ անես։ Եթե որովհետև կողքիցդ մարդ կա քայլող եւ հետևիցդ թիկունքդ պահող։ Ցանկացած տղամարդ պետք չի հանձնվել, պետք է իր մեջ ուժ գտնի, ոգի գտնի, որովհետև ընտանիքի պատասխանատու տղամարդն է, ընտանիքի իրեն են նայում, այս տղամարդը պետք է իր կյանքում լինի միշտ այնպեսին, որ ընտանիքը հանգարց երբեք չընկճվի։ Սևակը նույնպես որոշեց զբաղվել սպորտով, ու թեև արդեն 40-ն անց էր, կարճ ժամանակում մեծ հաջողության հասավ։ Հայաստանի Հանրապետության Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամ է։ Լեգենդների մարզասրահում զբաղվում է պարաբասկամարտով եւ հաղթանակներ նվաճում։ Սևակն ու որդին Դավիթը միմյանց համար օրինակ են ծառայում ապագա հաղթանակների ճանապարհին։ Սևակի մեր մարզասրահ հաճախելը ոնց որ եղավ միջնորդի միջոցով, այսինքն միջնորդ ասելով, էլի մեր տղաներից հաճախում էին եւ ոնց որ Սևակին եւս լուր տվեցին, որ sense մարզասրահ կա, որտեղ կարաս գաս, մարզվես անվճար վերականգնողական կենտրոնով, բան բոլոր հարմարություններով։ Մթնորդը շատ ջերմ էր, ու մեզ ընդունեց Սարգիս Ստեփանյանը, շատ շնորհակալ եմ ես իրեն։ Ուզում եմ դառնամ լավ մարզիկ, այցելեմ այլ երկրներ, հաղթանակներ գործելով, որ մեր հայկական դրոշը միշտ բարձունքի վրա ես բարձրացնեմ, որ միշտ մեր Հայաստանը, մեր դրոշը միշտ լինի բարձունքի վրա։ Սևակը ունի մեծ պոտենցիալ, դա հենց առաջին իսկ պարապմունքի ընթացքում բոլոր մարզիչները զգացել են ու արդեն հիմա այն մակարդակի վրա է հասել, որ ոչ մի մարզիչ իրեն դիտողություններ չի անում։ Ինքը ինքնուրույն կարողանում է այդ վարությունը ճիշտ կատարել ու արդեն փորձում է իր մաքսիմումին հասցնել իր քաշերը։ Եվ աստիճանաբար նկատելի է դառնում, որ կա այս տողու մեջ ձգտում, կա մաղում, դեպի կատարելագործվել, անկախ իր վիճակից, կարգավիճակից։ Հետո աստիճանաբար սենց կարավ տղուս էլ բերեմ փոքր տարիքով բան, բայց ինքը ոնց որ օգնող որպես բնականաբար ոչ մի խնդիր չկա, ընդունեցինք նաև իր տղուն փոքր Դավիթին ու արդեն սկսեցին ոնց որ հայր եւ որդի։ Փոքրից հետո տանում եմ մարզասրահ ու ասում եմ պետք է դառնաս դու այն ինչ որ ես կերազեմ դու ուզես լինես, պետք է մարզվես ու առաջ գնաս։ Մեծերիս էլ միշտ ասում եմ լավ մարդ եղեք, լավ մեծացեք, ազգի համար լավ երեխաներ եղեք։ Այս ամեն ինչից զատ հաճախում է սպորտ զալեր, պարապում է, բավականին մեծ հաջողություններ ունի։ Այս վերջերս էլ ինքը մասնակցեց բասկամարտի մրցումների եւ գրավեց առաջի հորիզոնականը, շատ ուրախացանք։ Մեր ֆեդերացիան համագործակցում է տարբեր համայնքների հետ, քաղաքի վարչական շրջանների հետ էլ համագործակցում եւ անցած տարի Երևանի վարչական համայնքում անցկացրեցինք Երևանի թաղապետի ոնց որ գավաթի առաջնություն, պարաբասկամարտի եւ Սևակը ինձ բավական լավ հաջող ելույթ ունեցավ։ Այստեղ մենք հասկացանք, որ կարա ու պիտի լինի, որ Սևակը առաջիկայում կոնկրետ Հայաստանի առաջնությունից հետո ընդգրկվի հավաքականի կազմ, անկախ ամեն ինչից, հիմա ակտիվ պարապմունքների մեջ է, մարզման մեջ է, չնայած անտեսելով հեռավորությունը, որտեղից է գալիս, կոնկրետ Կոտայքի մարզից է գալիս, հասնում է
Մալացիա Սեբաստիա համայնք, բայց պարտադիր գալիս է ու առանց ընդմիջումների, առանց ընդհատումների, անկախ եղանակային պայմաններից։ Այսինքն կա նպատակ, կա առաջադրանք ու այդ առաջադրանքը պիտի կատարվի։ Սևակի մոտ այդ մարտական ոգին, Սևակի բարձր կամային հատկանիշները, որ ես տեսնում եմ, վստահ եմ, որ ունենալու է շատ լուրջ հաջողություններ ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Հայաստանի տարածքից դուրս։ Պատրաստում եմ առաջիկա մրցումներին Հայաստանի։ Մարզիչս Գևորգ Ստեփանյանն է, շատ շնորհակալ եմ իրեն, ինքը ամեն ինչ անում է, որ ես ասու հաջողությունով հաջողություններ գրանցեմ։ Եթե Հայաստանում հաջողություններ գրանցեմ, ապա կպատրաստվեմ Եվրոպայի առաջնությանը։ Որպես հայ ազգի զավակ, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, բարձրացնել իմ երկրի դրոշը, ամեն ինչ անել իմ հայ ազգի համար, որպեսզի ես բարձրանք լինեմ եւ դաստիարակություն իմ երեխեքի համար, իմ ընտանիքի համար։ Ինքը սպորտում դեռ շատ տեղ ունի առաջ գնալու, որովհետեւ ինքը լավ ֆիզիկական տվյալներ ունի, համ էլ կամքի ուժը շատ մեծ է։ Մեծ սպասումներ ունենք մենք համայնքով Սևակից եւ իրան մաղթում ենք, թե նորանոր ձեռքբերումներ եւ լիքը սպասելիքներ ունենք Սևակից, շատ ուրախ ենք իր համար։ Մտածել ոչ թե անցյալի, ոչ թե դժբախտությունների, այլ հաղթանակների մասին։ Կառուցել ոչ միայն սեփական ապագան, այլև երեխաների, մարդկանց եւ երկրի ապագան։ Այսպիսին է Սևակ Սիմոնյանը։ Նրա օրինակն ավելի զորեղ է, քան ցանկացած փորձանք, դժբախտություն եւ փորձություն։ Ցանկացած տղամարդուն, անկախ դրանից, թե քայլող կլինի, թե սայլակի վրա, ես նրանց հորդորում եմ, որ պետք չի կյանքում հանձնվել, անկախ դրանից ինչ սիտուացիա կլինի։ Միշտ պետք է նայես առաջ, քայլես առաջ եւ ձգտես ինչ-որ մի բան հասնելու համար։ Ես միշտ շեշտել եմ, որ մեր հետ քայլում են միշտ ուժեղները, կամքից թույլերը գալիս են ու շուտ գնում են, իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն ուժեղ կամային հատկանիշներ, ովքեր իրանց մեջ ուժ են տենում ու զգում են, որ իրանք կարան, իրանք միշտ մնում են մեր շարքերում ու Սևակը դրանցից մեկն է, որ համալրել է մեր ուժեղների շարքը։ Շատ եմ հպարտանում իրանով, ես շատ ուրախ եմ, որ հենց Սևակն է իմ ամուսինը, շատ օրինակելի հայր, դաստիարակության մեջ, մեծ ուժ ունի, երեխաներին միշտ հույս տալով, լավ դաստիարակելով որպես հայ երեխաներ, Հայաստանին պիտանի հայ զավակներ։ Այդ ողբերգական դեպքից հետո Սևակը վերագտավ իրան, նորից սկսեց իր կյանքը կազմակերպել ու շատ լավ էր ստացվում։ Մեզ բոլորիս համար օրինակ է, թե ոնց կարելի է առաջ շարժվել այս կյանքում կամքի ուժ ցուցաբերելով։ Ես հպարտ եմ, որ այտենց հարևան ունեմ, այտենց աղբեր ունեմ իմ կողքին։ Սևակը իր այդ կամային բարձր հոգու շնորհիվ նաև օրինակ է շատ շատերին ու իր հասած արդյունքներին մենք բոլորս հպարտանալու ենք ու շատ դեռ անելիքներ ունի ու դեռ շատ բարձունքներ է ինքը գրավելու։ Սևակը ունի ոսկե ձեռքեր եւ ոսկե սիրտ։ Մենք հավատում ենք եւ վստահ ենք, որ իր օրինակը գյուղում օրինակ է բոլորի համար, իր վարքագիծը, մեր համայնքը իրեն շատ սիրում են, օգնում են ու պատրաստ են օգնելու, որպես լավ մարդու։ Սևակը նաև լավ օրինակ է, ինչպես չպետք է կոտրվել կյանքում, ինչպես պետք է պայքարել կյանքի դժվարությունների նկատմամբ եւ ինչպես պիտի ապրել հետագայում։ Ես անգամ կորցրել եմ առողջությանս կեսը, բայց ոգիս երբեք չի կոտրվել ու չի կոտրվելու։ Ես ապրում եմ լիարժեք կյանքով ու ապրելու եմ։ Ես օրինակ եմ լինելու իմ ընտանիքին, իմ տղաներին, որպեսզի իրանք ինձ տեսնեն ու իրանք էլ առաջ քայլեն ու նման տղաներին, ով որ իմ կարգավիճակում են, երբեք չկոտրվել։ Այսօր կյանքը ընթանում է անենց, որ պետքա նպատակներ ունենաս ու ձգտես։ Որպես տղամարդ դու պետքա միշտ լինես կայուն։